Լավ, հիմա նայում ենք border-ի հատվածը, հա, անցած դասից ինչ-որ բան ենք կրկնություն անում, այդ հատվածն ենք նայում, այս է տեղեկատվական, էլի, ուրեմն ինչ ունենք, տեղ հլը չի բացվել, մեր ինգերը, ուրեմն, հետո, տակից ունեցանք div, այս մեր div-ը, որպեսզի իրանց տենց հեռավորություն տամ, եկեք այս մյուսը հանեմ, այս մի div-ը հլը ժամանակավորապես պասիվացնեմ, comment-եմ, որպեսզի իրա համար ավելի ուրեմն, այս մեր կարմիր div-ն է, այս կողքային հատվածները մեր border-ներն են, եկեք իրան border style-ը տվեցինք, չի վերցրել, չի, բայց border color-ը blue, border color-ով ստացվել, հա ձեր մոտ երեխեք, հա լավ չի եղել, որովհետև մենք չենք տվել, border 3 pixel solid blue ստացանք, հիմա ես թե իրան ստեղ solid-ը կփոխեմ dot-ით, dash-ით, հա, թե ինչ style իրան կտամ, էդի արդեն լրիվ ուրիշ, հա, բանա ինքը, փոխեցի, հիմա եթե ես ուզում եմ, խնդիրը նրանում էր, չէ, եթե ես բանը իրա վրա պահում եմ, այս գունավորումը փոխվի, չէ, դա էր խնդիրը, Միլենա, հիմա եթե ես ուզում եմ, որ, երբ որ ես մկնիկը պահեմ իրա վրա, իրա border-ի գույները փոխվի, ինչ պտի անեմ, գալիս եմ ստեղ, ասում եմ, get border-ի ժամանակ, հանչում եմ hover-ն է պատասխանատու դրա համար, ասում եմ hover-ի ժամանակ, իրա border-ը, մնում է էլի 3 պիքսել, մնում է dash-ით, ու դառնում է, չգիտեմ, green, կանաչ է դառնում, հիմա գնանք, երբ որ ես պահում եմ իրա վրա, հիանալի, ինչ եղավ, տեսեք, reload չի արել, երբ որ հանում եմ, կապտում է, երբ որ ես պահում եմ, կանաչում է, այս ամեն ինչի համար պատասխանատու է մեր hover-ը, մենակ էդ էր Միլենա ջան, ինչն է շրջան դարձել, չհասկացա, այսինքն div-ը քառակուսի էր և պահում էիր վրան շրջան էր դառնում, էսի չի, հաջորդն է, հա, ոնց որ, այս div-ն է, չէ, դառնում կլոր,
Այս դիվը դառնում է կլոր։ Ոնց է դա արվում։ Նախ առաջինը, որ այդ ամեն ինչը ստացվի, մեր դիվը պետք է ունենա հավասար չափեր։ Դա արել ես։ Դիվի width-ը ու height-ը պետք է լինեն հավասար։ Հետո, բացի այն, որ իր այդ border-ները, արի սրա վրա փորձենք։ Ուրեմն, background radius-ը, border radius-ը լինում է 50%։ Այդ չափերը կարա տարբեր լինի։ Կարամ իրա width-ն ու height-ն մեծացնեմ, հասկանանք, սենց կաշխատի։ Չափերն էլ է մեծանում։ Ինչը ուզենամ hover-ի ժամանակ ժողովուրդ ջան կմեծացնեմ, հա այդ չափերը բանը, տեսեք մեծանում է, դաժե scroll-ա գցում։ Հենց իրա վրայից հանում եմ, փոքրանում գնում է ընկնում, border-ները փոխվում է։ Ուրիշ Միլենա ջան վերջ։ Դա էր։ Ուրեմն hover-ի հատվածներ, որ քո մոտ չեր եղել, hover-ը հասկացար, չէ՞ ինչ էր անում, երբ որ մկնիկը մենք պահում ենք, տվյալ էլեմենտը փոխում է իր չափերը մեր սթայլերից կախված, կամ ձևը, կամ ինչ-որ մի հատկություն իր մոտ փոխվում է։ Կախված նրանից, թե մենք style.css-ում այդ tag-ը, որ տվել ենք, իր վրա hover-ն ենք, հա, աշխատացնում, hover մեթոդը, որի մեջ էլ ինչ տալիս ենք, այդ փոփոխությունները տեղի է ունենում։ Պրես ջան, քո մոտ background image-ը ինչի չի ստացվել, ինչ ես արել, որ չի ստացվել, մի հատ հելը բացի քո մոտ, հասկանանք, հա, ինչի չի եղել։ Background, մի րոպե, ամեն ինչ, միած սկսենք նրանից, քո image-ի մեջ կա այդ image-ը, այն նկարը, որը որ ուզում ես դնես։ Image-ի մեջ կա image JPEG, հիմա սխմի իրա վրա, բացում այդ նկարը, բացել է, շատ լավ, հիմա, index.html-իդ մեջ ունես մի հատ div, դե, ուրա, ունես մի հատ div, ID-ին տված է ինչ, հիմա, ուզում ես այս փոքրի մեջ, դու բան անես, ճիշտ է, ID-ին տված է փոքր, ուրեմն իրան, եթե ID-ը տված, ուրեմն վանդական իշով ենք, չէ կանչում, style.css-ում իրա, ուրեմն border image չի, background image-ա, background image-ը, դալիս ես, ինքը URL-ա սպասում, border-ը լրիվ ուրիշ հասկացողություն է, երեխեք, background-ը լրիվ ուրիշ հասկացողություն է, եկեք չխառնենք, էլի իրար, border-ը էդի նշանակում է, որ ասեցինք արդեն, div-ի կողային հատվածները, հա, image-ի մեջի, ու նկարը, ուղին արդեն պետքա գրի image, slash, նկարի անունը պետքա բերի արդեն, tag slash, բայց ինչ ես դրել, քո պապկայի անունը ինչ է, դե ուրեմն image գրի, image ես գրել, բայց URL-ը ոնց ես գրում, այս գրվածքն է քո մոտ, սենց, հա, երկու կետը դրած է, հետո հեռու է տարած, URL փակագծի մեջ, image, ինչ,
Չէ, պարտադիր չի։ Ոչ թե պարտադիր չի, պետք է չի որ տանել հեռու։ Գրել է, չէ, երկու կետով URL, ոչինչ գրի ուղին ու գրի բանի անունը։ Կարող է մակարդակների տարբերությունը երկու կետով դուրս գաս։ Գրել է նկարի անունը։ Այն տակը չէր բերել։ Չէ, դու նել է քո նկարի հետ կապված։ Մի հատ էլ նոր այդ ամեն ինչը ջնջի, դատարկ հակագծերը թող, հա։ Հիմա որ ուզում ես գրես IMG, IMA, բերում է image-ը, չի բերում։ Հələ երկու հատ կետ դիր, մաքրի լրիվ, երկու հատ կետ դիր, կետ, ոչ թե վերջակետ, այլ երկու հատ կետ։ Ctrl Z արա, որ բերի փոփոխությունները հետ։ Ավել փակագիծ չթողես։ Ըհը։ Հիմա դնում ես կետ, երկու կետ, slash, tag գիծը։ Բերեց image։ Սխմի։ Բերեց նկարի անունը։ Դիր։ Հիմա գնա բրաուզերում տես։ Պիտի գա, տարբերակ չունի։ Որ դիվի մեջ ես, դիվին չափեր տվել ես։ Բա ոնց ան։ Չնայած նկարը որ մեջներ արդեն պիտի նես նկարի չափերի վերցներ։ Լավ էլ է դուր էլ է չափեր մի հատ հասկանանք դիվը ինչ է, ինչի չի երևում։ Height-ն է մի բան տուր։ Պիքսելով ես, չէ՞ տալիս։ Դե։ Բերեց նկարը։ Կրկնվում է, չէ՞ նկարը։ Այսինքն ինքը հիմա բանը տանջվում է, որ սաղ այդ քո դիվը լցվի այդ նկարով։ Հիմա դու գրում ես background repeat-ը no repeat։ Background repeat-ը, հա, repeat։ Նայել ես, չէ՞ վիդեոն։ Բանդեղ չկար background repeat-ի մասին չենք խոսում, ամենավերջին մի քանի վայրկյանն է։ Background repeat-ը no repeat։ Background size-ն էլ այս-ի, որ անցած դասին, background size-ն է cover։ Դե հիմա գնա տես սիրուն նստավ նկարդ։ Չափերից կախված է արդեն։ Ընդեղ բան էլ կա, հա, ուրիշ style-եր է կա, դրանք էլ ավելացնում ես սրնում է։ Background image, background repeat, ուրեմն div-ի չափերը մեծացնում ես, որ այդ նկարդ իդեալական երևա։ Ամենավերևն եմ։ Okay։ Ըհն։ Ստացվեց։ Ուրիշ ով ինչ հարց ունի։ Ու մոտ ինչը չի ստացվել ու ինչ հարց ունի։ Վրեժան անջատի դու քո միկրոֆոնը։ Մնացածի մոտ ստացվել է։ Գևորգ։ Ուր եք, որ մասում եք։ Բայց ինչն եք արել։ Չէ, բայց դուք հիմա եք անում։ Եք, տնայինի հետ կապված եմ ասում, ինչ եք արել։
Վիդեո դասը նայել ես։ Բեքգրաունդը ինչ է իրանից ներկայացնում, ինչի համար է նախատեսված, Գևորգ ջան։ Կներես, բեքգրաունդը չէ, լավ, բորդերը։ Ինչ է իրանից ներկայացնում, ինչ է բորդերը։ Ինչ է իրանից ներկայացնում, ինչի համար է նախատեսված։ Ու բորդերի հետ սթայլային ինչ աշխատանքներ անցած դասին մենք արեցինք։ Ինչպես։ Դիվի եզրագծերի մասին է, չէ՞ խոսքը։ Իրան մենք ինչ սթայլեր կարանք տանք, ինչ էր ինքը ընդունում։ Բորդերը, վիտ ընդունում է, հա, բայց հետո։ Ոնց անեի, որ կետագծերով լիներ էդ իմ բորդերի։ Չէ՞ որ սովորականը, երբ որ մենք տալիս ենք, ինքը ուղղակի solid է վերցնում default։ Solid-ի ժամանակ ուղիղ գիծ է։ Ոնց անեմ, որ փոփոխություն լինի ու կետագծերով լինի։ Ինչն եմ փոխելու։ Ուրեմն դասը չեք նայում։ Ամեն նայելուց ուղղակի միացնում եք ուրիշ բաներով զբաղվում։ Երեք սաղ դասի ընթացքում էդ ենք խոսացել, էդ ենք փորձել։ Գևորգ ջան, դժվար է։ Քիչ եք, չէ՞ փորձում։ Անկեղծ։ Քիչ եք փորձում, չէ՞ Գրեգ։ Բա ոնց անենք, որ էդ քո էդ դիվը, որ իրա վրա պահես, դառնա կլոր։ Ինչ ենք օգտագործում սթայլերի մեջ։ Նոր էլ խոսացինք դրա մասին։ Հա, 50% ենք տալիս ու էլ ինչից կախված պետք է որ այդ կլորությունը ստանանք, ինչ պարտադիր պայման կար։ Նույն չափին, այսինքն լայնությունն ու երկարությունը նույն չափերը լինի, չէ՞։ Ստացվի քառակուսի պատկեր։ Քառակուսուց են կլոր ստանում, հա։ Ապրես։ Բա ոնց անեմ, որ մկնիկը պահեմ վրեն ու ինքը դառնա կլոր։ Քառակուսից դառնա կլոր։ Որ էֆեկտն է մեզ սթայլերի մեջից, որ էֆեկտ է մեզ օգնության գալիս այդ պարագայում։ Ասի։ Չէ, դա երբ որ մկնիկը դառնում է ձեռք, դա է։ Որ ասի։ Այո։ Երբ որ hover ենք ստում, այդ ժամանակ hover ենք դնում սթայլերի մեջ, ճիշտ է, այդ էլեմենտի վրա, որ դնում ենք hover, իրա մեջ ինչ սթայլային աշխատանք տանում ենք, բրաուզերում դա մեր աչքին ակնհայտ դառնում է այն ժամանակ, երբ որ ես մկնիկը բերում եմ տվյալ էլեմենտի վրա։ Էլեմենտից հանում եմ, hover-ի հատկությունները կորում է, էլեմենտի վրա բերում եմ, ակտիվանում է, հանում եմ, կորում է։
թաքել է շատ անում։ Պարզ է, Գևորգ։ Կալոջան ջան, քո մոտ էլ ա նույն խնդիրերը, որ չես գրել։ Հա, արել եք։ Լավ։ Լավ, երեխեք ջան, այսօր մի նոր գաղափարի հետ ենք ծանոթանալու, որը կոչվում է margin, հաջորդը padding։ Ինչ են իրանցից ներկայացնում margin-ն ու padding-ը, հիմա կհասկանաք։ Ուրեմն։ Ինչ է իրանից ներկայացնում առաջինը մեր margin-ը։ Margin-ը մեզ հնարավորություն է տալիս, որ երկու էլեմենտների միջև դնենք հեռավորություններ, կամ այդ էլեմենտը ինչ-որ body-ի պատերից հեռավորություն տանք։ Ունենք էլեմենտներ, որոնք իրենց այդ ստեղծման ժամանակից, իրանց հետ միանգամից ունեն, ոնց որ իրանց հետ ծնվում է, հա, ունեն այդ margin-ը։ Օրինակ, եթե ես գրեմ h1 tag-ը, h1-ի մեջ գրեմ, դեմ ինչ-որ մի հատ տեքստ, ինչ-որ մի վերնագիր։ Ու գնամ իմ բրաուզերում նայեմ, ուրեմն տեսեք, գրված է վերնագիր։ Սենց վիզուալ աչքով նայելուց ինքը չի երևում, հա margin-ները։ Երբ որ ես բացում եմ իմ inspect պատուհանը, ու վերցնում եմ այս գործիքը, հա, որ արդեն էլեմենտների վրա պահեմ։ Ուրեմն, տեսեք, այս իմ h1 tag-ը արդեն միանգամից ունի margin։ Այս դեղինով, ինչը որ երևում է, դա մեր margin-ն է։ Ու տված է, այս ներքևի հատվածում, փոքր պատուհանի մեջ, որ բերել է, այս պատուհանի մեջ, ինչը որ բերել է։ Ինքը գրած է, color-ը այսինչ, ֆոնտը դե արդեն անդրադարձել ենք, margin-ը տված է 21.44 պիքսել ու 0 պիքսել։ Այսինքն նշանակում է, որ մեր h1 tag-ը վերևից ներքևից ունի 21.44 պիքսել ավտոմատ հեռավորություն վերցրած, որ մնացած իրան հաջորդական ինչ էլեմենտ, որ մենք գրենք index.html ֆայլում, ինքը ավտոմատ վերևից ներքևից հեռավորություն ունի վերցրած։ Եթե ես ուզում եմ իմ h1-ի արդեն ավտոմատ բաները, հա, անջատեմ, ինչ եմ անում, գալիս եմ h1 tag-ին, ստեղ տալիս եմ մի հատ կլաս, սովորենք արդեն կլասներով աշխատենք, ու տալիս եմ նորից նույն անունը, վերնագիր։ Գալիս եմ style CSS-ի մեջ, գրում եմ get վերնագիր, գրում եմ margin ու դնում եմ none, margin-ը 0 եմ տալիս։ Եթե ես սրանով էլ արդեն գամ, տեսեք h1-ի վրայից վերացավ margin-ի գաղափարը, այսինքն ավտոմատ ինչը որ ինքը իր ծնված օրվանից margin-ային հատկություններ էր վերցրել, ինքը այդ ամեն ինչի մասին մոռացավ, վերջ, էլ ինքը margin չունի, եթե ես ուզում եմ իր margin-ը արդեն իսկ իր ունեցած, ոնց որ են զավոդքի պարամետրերը, որ կա իր վրա դրած, այդ ամեն ինչը ուզում եմ վերացնեմ, ես իր մոտ այդ margin-ը կամ այդ ինչը համապատասխան փոխում եմ կամ դարձնում եմ 0։ Ես այստեղ style.css-ում տալով margin 0, իմ h1-ի, հա, margin-ը փոփոխվում է, այսինքն margin-ը մեր մոտ երեխեք ջան, երկու էլեմենտների
միջև ընկած հեռավորությունն է։ Երկու էլեմենտների միջև ընկած հեռավորությունն է։ Օրինակ, ես կարամ իմ h1-ից բացի այստեղ index.html ֆայլում ունենամ։ Եկեք մի հատ էլ հասկանանք մեր այս pen պարագրաֆը։ Պարագրաֆ։ Այս մեր պարագրաֆ տեքստը default ինչ արժեքներ ունի։ Տեսեք, ինքն էլ ունի margin։ Իրա margin-ն էլ 16 պիքսել է վերևից, կներեք, ու ներքևից, վերևից ներքևից 16 պիքսել է։ Կարամ իրա margin-ներն էլ անջատեմ։ Գալիս եմ արդեն ստեղ, p-ին եմ տալիս id, կարամ id տամ, կարամ կլաս տամ, ուղղակի h1-ին որ կլաս եմ տվել, p-ին id եմ տալի, որ վերհիշենք։ Պարագրաֆ։ Գալիս եմ style CSS-ի մեջ, քանի որ id է, դնում եմ վանդականի իշ, գրում եմ պարագրաֆ։ Ու իրա margin-ն էլ եմ տալի 0։ 0-ը գրելու դեպքում պարտադիր չի, ժողովուրդ ջան, գրենք պիքսելով, հա։ 0-ն ինքը վերցնում է 0 ու վերջ, էլ պիքսելային ոնց որ այդ հատվածը արդեն անհրաժեշտ չի։ Հələ մնացել է, երեխեք, մեկ էլ style-ային աշխատանք, եթե ես անում եմ body հետ, իմ browser-ski edge-ը անպայման պետք է reload անեմ։ Տեսակ, իրանք իրար մոտեցան։ Բայց եթե ես երկուսի margin-ներն է թողեի, ստեղից, չեմ հիշում, 21 ու 44 պլյուս 16, հա, վերևից ներքևից 16, այսինքն իրանք իրարից հեռավորություն կունենային 21 պլյուս 16, 37 պիքսելի չափով այս երկու էլեմենտը իրարից հեռավորություն կունենային, որովհետև h1 թեգը ներքևից 21 ու 44 էր պահելու, համ վերևից, համ ներքևից, իսկ մեր պարագրաֆ տեքստը վերևից 16 էր պահելու, ներքևից 16, իրար էր գումարվելու, ընդհանուր հեռավորությունը դառնար 37.44 պիքսել, այդ հեռավորության հատվածը։ Ուրեմն, Ջորջ ջան, ունենք, բայց մի հատ էլ լրիվ ուրիշ, հա, թեգ։ Մեր span թեգը, որը որ hello թեգ էր, ու ոչ մի իր սովորական ինքը զրոյական վիճակով գալիս է, ոչ մի հատկություն իրա վրա վերցրած չի, text span։ Ինչ ենք անում։ Իրա կլասնել կտանք span հենց անունով։ Get span։ Ուրեմն, մեր հարգարժան span-ը սովորական գրվում է պարագրաֆի ներքևում, ինքը սկզբնական որպես արժեք, ոչ margin ունի, ոչ մի այտենց style-ային բաներ չունի, հա, որ իրա հետ եկել է։ Հիմա ոնց անենք, որ մեր span տեքստը հեռավորություն վերցնի ու margin-ի այս բոլոր էֆեկտների հետ կապված խոսանք։ Ուրեմն, կա հատկություն, որ գրվում է margin top, այսինքն հեռավորություն իրանից ընկած վերև էլեմենտներից, margin top, գալիս եմ 10 պիքսել։ Հիմա գնանք հասկանանք ինչ ունեցանք։ 10 պիքսել margin է ստացել, տեսեք բերեց արդեն, 10 պիքսել իրա margin top-ն է։ Հիմա գալիս ենք, գրում ենք margin, եկեք 10 չտանք, եկեք 20-ով տանք, որ ավելի ակնառու լինի, կամ 30, margin left 30 պիքսել։ Տեսեք հեռավորությունները արդեն վերցրեց։ Վերևինի հետ կապված ինքը այդ տարբերությունը չի տալիս margin top-ից, բայց տեսեք ինքը ձախից վերցրել է այդ բանը margin-ի հատվածը։ Ընդհանուր մեր body-ն էլ ունի 8 պիքսել, եթե ես ուզում եմ սրանք գնան ու պատին ընդհանուր կպնեն, ես պետքա body-ի բաները անջատեմ, հա, margin-ները, երեխեք,
body-ի margin-ները ոնց է անջատվում։ Ուղղակի գրում ենք body ու իրանը գրում ենք margin 0։ Հիմա որ մենք գանք հասկանանք, մի հատ, տեսեք, արդեն կպավ պատին։ Ոնց որ այն որ բանը մի մատ խորքից չի էլի գրվում, արդեն միանգամից պատին է գրվում։ Այսինքն body-ն էլ ունի մշտական 8 պիքսել default margin-ային արժեք ունի։ Span text-ի հատվածում շարունակենք։ Margin-ը ունի top, left, կա margin right, որը էլի 30 պիքսել տանք, ու կա margin bottom, որը նորից կարանք իրան արժեք տանք։ Արդեն ներքևի հատված, որը պատասխանատու է ներքևի հատվածի էլեմենտներից հեռավորություն պահելու համար։ Տեսեք, left-ը, right-ը պահել է, բայց ինքը ընդհանուր ժողովուրդ ջան հասկացել է margin 30 պիքսել։ Եթե ես տամ top-ը ու bottom-ը 30, բայց left-ը ու right-ը տամ 20, այստեղ արդեն ավելացնելու արժեքային, որովհետև եթե 30 է, ինքը միանգամից գրվում է 30 այս հատվածում։ Իսկ եթե ես հիմա պահեմ, փոփոխությունը լինի, տեսեք, 30 պիքսել երկու արժեք է ստանում ու 20 պիքսել։ Եթե ես ուզում եմ, որ ինքը ընդհանուր վերևից, ներքևից, աջից, ձախից ընդհանուր մի հատ margin-ային չափ ստանա, ժողովուրդ ջան, այսքան չեմ տանջվում, հա գրեմ, միանգամից, էսի կոմենտում եմ, այս հատվածում գրում եմ margin 30 պիքսել։ Ինքը բոլոր կողքերից ստանում է 30 պիքսելի չափով margin։ Նորից այս հատվածը եկավ, նորից գրեց margin 30 պիքսել։ Եթե ես բայց տալիս եմ տարբեր արժեքներ, հա, 10, 20, 30, ստեղ է 40։ Ինքը բոլոր արժեքները արդեն ցույց է տալիս 4 պարամետրով։ Տեսեք, 10, 30, 40, 20։ Տիկնիկը ուղղակի որ բերում եմ, ես ներքևի հատվածը երևում է, չէ՞։ Margin գրած է ֆոնտի տակը գրած է margin 10 պիքսել, 30 պիքսել, 40 ու 20 պիքսել։ Այսինքն, եթե իրանք արժեքները ստանում են, հա, առանձին ու այդ արժեքները իրարից տարբեր են, ինքը պարտավորվում է այս ամեն ինչը մեզ ցույց տա առանձին արժեքների ձևով։ Բայց եթե ես ուզում եմ, ժողովուրդ ջան, միանգամից ոչ թե սենց գրեմ, այլ ուզում եմ, որ իմ վերևն ու ներքևը նույնը լինի, աչքն ու ձախը տարբեր լինեն։ Ոնց եմ այդ ամեն ինչը կարգավորում։ Գրում եմ գրվածք, ուրեմն margin, եթե ես տալիս էի սա 30 պիքսել, էսի բոլոր կողմերից էր անում, մի հատ էսի կոմենտ եմ, ու գալիս եմ, գրում եմ margin 30 պիքսել ու 15 պիքսել։ Սա ուրեմն ինչ է անում ու ինչի հետ է կապված։ Այս 30 պիքսելը երեխեք, ինքը հասկանում է, որ վերևից ու ներքևից 30 պիքսել։ Իսկ հաջորդ 15 պիքսելը ինքը հասկանում է, որ աջից ու ձախից 15 պիքսելով margin պետք է տա։ Հասկանալի է այս ամեն ինչը։ Երեխեք, մարդ կա, որ չի ընկալում կամ չի հասկանում margin-ը ընդհանրապես ինչի համար է նախատեսված։ Շատ լավ է, որ ամեն ինչ ընկալելի է, ուրեմն margin-ի գրվածքները հետևյալներ, որ margin-ը, եթե ես գրում եմ ուղղակի մեկ թիվ, հա, այս հատվածը, եթե ես գրում եմ margin ուղղակի 30 պիքսել,
ինքը ավտոմատ հասկանում է, որ այդ էլեմենտին 4 կողմից տալու է margin, այսինքն հեռավորությունը, դիստանցիա է տալու բոլոր էլեմենտներից, մնացած բոլոր էլեմենտներից հեռավորություն է տալու, որ էլեմենտին, որ տալիս ենք, հենց այդ էլեմենտն էլ ընդունում է այդ ամեն ինչը, margin-ներ, ու այդ էլեմենտն է իր հեռավորությունը պահում, այսինքն սխվում է, հեռվացնում է մնացած էլեմենտներին իրանից այդքան պիքսելի չափով։ Եթե ես գրում եմ margin ու տալիս եմ երկու արժեք, երկու տարբեր արժեք, կամ նմանատիպ արժեքներ, ինքը հասկանում է, որ վերևից, ներքևից, առաջի արժեքը իրան տրված, երկրորդ արժեքը հասկանում է աջից ու ձախից։ Առանձին կարամ տամ margin top, առանձին կարամ տամ margin left, right ու bottom։ Համապատասխանաբար վերև, ձախ, աջ ու ներքև։ Այս ամեն ինչը margin-ի հետ կապված։ Ուրեմն, հաջորդ գաղափարը, որը գալիս է, դա padding-ն է։ Ժողովուրդ ջան, padding-ը իրանից ինչա ներկայացնում։ Այս padding-ը ի տարբերություն margin-ի, որը էլեմենտների միջև ընկած հեռավորությունն է, այս մեր padding-ը մեր էլեմենտի մեջ ու իր մեջ գտնվող տարրերի հեռավորությունն է։ Այս ամեն ինչը ավելի լավ հասկանալու համար, ասենք ժողովուրդ, ուրեմն, երբ որ երկու մարդ իրար կողք կանգնած են, եթե մեկը մի քայլ անի ձախ, իրար կողք են կանգնած, եթե մեկը մի քայլ անի ձախ, իրանց մեջ կառաջանա margin։ Բայց padding-ի տարբերությունը որն է, ասենք ունենք մի հատ դատարկ սենյակ, այդ սենյակին եթե մենք տալիս ենք padding, հաշվեք այդ սենյակը div է, եթե ես իմ սենյակին տամ padding, իրա պատերը կհաստանան այդքան պիքսելի չափով, բայց դեպի ներս, այսինքն ամեն ինչը padding-ի հետ կապված դեպի ներսի էֆեկտ է տալիս, իսկ margin-ը դրսի հեռավորություն է ու էլեմենտների միջև ընկած հեռավորություն է, բայց padding-ը տվյալ էլեմենտի, տվյալ տարրի հետ կապված է այդ ամեն ինչը։ Ավելի լավ պատկերացնելու համար index.html-ի մեջ կգրենք մի հատ div, որը ունի մի հատ class padding, ու այս div-ի մեջ կան տեքստեր, ինչ-որ չգիտեմ, span text ունենք, span text, ու ստեղ class-ը տալիս ենք, class եմ տալիս իրան, տալիս եմ div-ի span, կարամ նման ձևով տամ class-ի անունը, որ ավելի պարզ լինի։ Երեխեք, class-ը կամ ID-ն պետքա պատմի այդ էլեմենտի մասին ինչ-որ մի բան, իրա դերն ու նշանակությունը, ընդհանրապես ինքը կարճ, լակոնիկ ձևով, բայց ինքը պետքա ինչ-որ պատմող ինֆորմացիոն հատված ունենա, մեր էլեմենտի մասին, որ մենք հասկանանք այդ էլեմենտը, որ ես ձեր կոդը կարդամ, հասկանամ, որ index.html-ի որ էլեմենտի մասին է խոսքը ու այդ էլեմենտը իրա ծնող էլեմենտը որն է համարվում, այդ էլեմենտը որ մասում է տեղակայված ու որ կարողանամ շուտ գտնեմ։ Ուրեմն, մեր div-ը ունի իր մեջ span, ունի իր մեջ մի հատ p, որի class-ը կտամ div-ի p, div-ի paragraph, ստեղ կգրեմ paragraph text, այս է մեր div-ը, հիմա գնանք style CSS-ում, ինչ ենք տվել իրան, class-ի անունը padding ենք տվել, կարամ ստեղից control copy անեմ բերեմ, get class-ը ու իրան արդեն տամ styler, width-ը տալիս եմ
մի 400 պիքսել, այդ տալիս եմ 250 պիքսել, ու հասկանանք ինչա կատարում։ Երեխեք, որպեսզի ինքը ավելի տեսանելի լինի, իրան կտամ border 1 պիքսել solid black, որպեսզի ընդգծվի, հա այդ հատվածը։ Ինչ ենք տվել, 400 250, չեք շատ մեծ երևում, տոկոսներով ամեծ, հա։ Ունենք սենց բան, նախ ես մեր դիվը, իրա ես մի բորդերը, տեսեք իշքանա գնաց է մտե ներքևի հատված, ես չերևացող հատված, որ ոչ մի տիպի չի երևում։ Հիմա ինչ անեմ, որ ես մեր դիվը հեռավորություն ստանա, պիտի տամ, որ իրա margin left 20 պիքսել, որ ավելի երևացող լինի։ Ձախ կողմից 20 պիքսելով եկավ այս կողմ, բայց եթե ես ուզում եմ, հիմա ես ուզում եմ, որ իմ span տեքստը ու պարագրաֆ տեքստը գան այս կողմ, ավելի աճ ընդունեմ։ Այս պարագայում, երեխեք ջան, մեզ օգնություն է գալիս ոչ թե margin-ը, որպեսզի ես հատ չգամ ու այս էլեմենտներին տամ margin, ես միանգամից գալիս եմ, իմ div-ին տալիս եմ padding, կարամ տամ padding left 20 պիքսել, Այսակ padding տվեց, ըստ padding-ից կախված իրա չափերն էլ է մեծանում, բեմը սա body-ն է, էսի մեր div-ն է, որը որ ունի padding, padding-ը ժողովուրդ ջան, լինում է կանաչ գունավորմամբ, տեսեք, այս կանաչը padding-ն է, այս դեղինը margin-ն է, այս էլ կապույտով արդեն div-ի մնացած հատվածն է ներկայացնում։ Եթե ես իրա padding, հիմա իրա չափերը ինչքան է, div padding, margin ունի, մեկը padding ունի, իրա չափերը մեզ տալիս է 421.6 լայնություն, 251.6 երկարություն, 1.6-ով ավելացել է։ Հիմա եթե ես padding-ը անջատեմ, իրա չափերը կմնա 401.6, 251.6։ Այսինքն padding-ից կախված մեր div-ի չափերը մեծանում է, բայց padding-ի տարբերություն margin-ի, որը հեռավորություն է պահում երկու էլեմենտների միջև, մեր հարգարժան padding-ը հեռավորություն է տալիս է էլեմենտի ներսում գտնվող էլեմենտների համար, այսինքն կոպիտ ասած ինքը ավելի շատ հաստատում է մեր սենյակի պատերը։ Այս էֆեկտը միացնում ենք, որպեսզի գան այս կողմ ու հասկանանք։ Կարանք տանք padding left, նորից ժողովուրդ ջան, նույն պրինցիպով, padding right 20 պիքսել, տալիս եմ նույն արժեքները, padding bottom, ներքևից padding-ը ավելացնի, 20 պիքսել, ու տալիս եմ padding, ինչը մնաց, top, padding top-ը նորից 20 պիքսել։ Եթե ես ուզում եմ ես ամեն ինչը շատ կարճ կազմակերպեմ այսքանը գրելու փոխարեն, այսինքն ստեղ ստացվել է հետևյալ պատկերը, հա, տեսեք 4 կողմից ինքը padding է վերցրել, ես ամեն ինչի փոխարեն, որպեսզի սենց չգրեմ, քանի որ էլի ինքը արժեքով համապատասխանում է, ես գալիս եմ գրում եմ padding ու տալիս եմ մի հատ ֆիքսված արժեք, ինքը 20 պիքսելի չափով համապատասխան ողջ մեր div-ի երկայնքով ու լայնությամբ ֆռում է ու այդ ամեն ինչը կազմակերպում է։
եկավ այս հատկությունը վերցրեց, padding-ը 20 պիքսել, margin left-ս անել եմ հետո, ոչ, չի, սենց կանեմ, կդնեմ ես մասը, 4 կողմով ինքը նույն երեխեք ջան, margin-ի պես ինքն էլ այդ արժեքները ընդունում, նույն ձևի, եթե ես ուզենամ վերև ներքևով ես ամեն ինչը կառավարեմ, հա, ես իմ padding-ն էլ սենց կկոմենթեմ, քանի որ իրանք կարան իրար հետ, հա, error տան, ուրեմն գալիս եմ, ստեղ սիրուն գրում եմ, margin, padding, padding-ը տալիս եմ 20 պիքսել, հետո տալիս եմ 30 պիքսել, սա հասկանում է նույն ձևի, padding-ը անում այդ տվյալ էլեմենտին 20 պիքսել վերև ներքևից, այս հատված, իսկ հետո ձախից աչից տալիս է 30 պիքսել, տեսեք դաժե վիզուալ աչքով երբ որ մենք նայում ենք, տարբերություն արդեն իսկ կա, պարզ էր երեխեք ջան margin-ն ու padding-ը, մարդ կա որ հարց ունի margin-ի ու padding-ի վերաբերյալ, շատ լավ, եք մի հատ իրան margin left-ը պահենք, border-ը պահում ենք, ու հասկանանք, թե երբ որ div-ը մենք ունենք, ժողովուրդ ջան, вообще մեր բլոկային էլեմենտները, մենք իրա display-ը, չեմ հիշում ասել եմ, թե չէ, իրա display-ը միշտ լինում է բլոկ, տեսեք div-ն է, տված է, որ իրա display-ը միշտ լինում է բլոկ, բլոկային էլեմենտ է ու իրա display-ը բլոկ է կամ inline բլոկ կարա լինի, հա, օրինակ չգիտեմ, h1-ի համար, եթե ես h1-ին սխմեմ, ուրա display-ը էլի բլոկ է, եթե ես գամ span-ի վրա, element style չունի, padding-ը 0 է, border-ը 0 է, margin-ը 0 է, հա, ինքն auto, այդ ամեն ինչը ինքը վերցնում է, եթե գանք B-ի վրա, կհասկանանք, որ իրա display-ն էլ է բլոկ, քանի որ բլոկային էլեմենտները երեխեք ջան, իրենց display-ը բլոկ է, իսկ մեր span text-ը սենց թե նենց չունի, հա, այդ հատկությունները, հիմա, դրանք հա եղել մի հատ, margin-ը ինչ էր անում, margin-ը պատասխանատու է, այսինքն ինքը հեռավորություն է տալիս երկու էլեմենտներին, որ իրարից հեռավորություն պահեն, ոնց որ դու մի հոգու հետ կանգնած ես, ձեր միջև ընկած այդ տարածությունը դա margin-ն է, չգիտեմ, դա սոցիալական հեռավորությունը ինչա որ պահում են, չէ, երկու մարդ բնականաբար իրար շատ մոտ չեն կանգնում, հեռու են կանգնում շփվելու համար կամ խոսալուց կամ ընդհանրապես, ուզում եմ կյանքի օրինակ բերեմ, որ հասկանալի է, այդ մարդկանց միջև ընկած հեռավորությունը դա margin է, մեր էլեմենտների ծրագրավորման աշխարհում,
Այսինքն մեր էլեմենտներն էլ են, չէ՞, մարդիկ, որոնց հետ մենք աշխատում ենք։ Մեկը տենց ենք ընդունում, որ իրանց հետ աշխատելը ավելի հավես է լինի։ Եվ երկու էլեմենտների միջև ընկած հեռավորությունը դա կոչվում է margin։ Ուրիշ տարբերակներով ենք տալու, բայց այդ margin-ը իրանց մեջ ընկած հեռավորությունն է, դիստանցիան է։ Իսկ padding-ը էլեմենտի ներսում գտնվող այդ հեռավորությունն է, հա, որը որ տալիս է, օրինակ մեր div-ի հետ կապված մենք ունենք padding։ Margin-ը դեղին գույնով է նշվում, հա, կոնսոլում։ Երբ որ մենք inspect-ը բացում ենք, ինքը մեր մոտ նշվում է padding-ը կանաչով, margin-ը դեղինով։ Խոսքս հեռավորությունների մասին է։ Երբ որ մեր div-ի մեջ կան էլեմենտներ գրված, այս մեր էլեմենտներին div-ի պատերից հեռավորություն տալու համար օգտագործում ենք padding, հա, ու այս padding-ը հնարավորություն է տալիս, որ div-ի մեջ գրված էլեմենտները այդքան padding-ի չափով հեռավորություն պահպանեն, այսինքն իր պատերից հեռվանան դեպի ներս, ոնց որ փոքրանում են։ Ես ինչքան մեծացնեմ իր padding-ը, այդ ավելի ակնառու կլինի, հա։ Տես padding-ը տված 20 պիքսել ու 30 պիքսելի չափով։ Եթե ես այս երկուսն էլ մեծացնեմ, համ div-ս է մեծանում, հա։ Երկու պարամետր վերցնելու դեպքում վերև ներքև աջ ու ձախ էր տալիս։ Առաջինը վերև ներքևի հետ էր կապված, երկրորդը աջ ու ձախի հետ էր կապված, ճիշտ է։ Տեսեք, padding-ը ինչքան մեծացնում եմ, ոնց որ մեջը ապրելու տարածությունը ավելի փոքրանում է։ Նույն բանն է, ոնց որ ես ունենամ մի հատ դատարկ սենյակ ու դնեմ իմ սենյակի պատերը հաստացնեմ, բայց ի վնաս ինձ։ Ու մեջից ավելացնեմ այդ պատերի լայնացումը, հա։ Բնականաբար մեջում արդեն ապրելու տարածությունը փոքրանում է։ Այս ներքևում էլ ինքը սխեմատիկ ցույց է տալիս, հա։ Տեսեք, 48, 48, այս մասում 77, 77։ Տեսեք, 48 վերևից, 48 ներքևից, իր չափերը 400, 250 մնացել է, ու 77, 70, այսքանով ավելացել է այսքան մասը։ Սա արդեն իր ինչ-որ այդ border-ային հատվածն է, էսի margin-ն է, որը գալիս է վերևից, աջից ու տակից զրոներ է, ձախից ունի 20 պիքսել հատկություն։ Border-ը 0.8 է, իր չափերը։ 1 ենք գրում, բայց ինքը 0.8-ի կարգի է էլի վերցնում, այդ մի քիչ հափուսիկ բաներ ունի։ Հա, Երիկ ջան, դու է չմոռանաս։ Դուք էլ եք գնում երեխեք։ Հա, դուրս եք։ Շատ լավ։ Եղավ երեխեք ջան, վիդեո դասը անպայման կնայեք, մենք կշարունակենք։ Հա, margin-ի ու padding-ի վերաբերյալը տենց ընթացիկ առաջադրանք չենք տա։ Հիմա գնացինք
Գնացինք մի հատ էլի շատ կարևոր հանգամանքի ու շատ կարևոր մասով անդրադառնանք, հա։ Ժողովուրդ ջան, երբ որ մենք գրում ենք div, ճիշտ է, ու գալիս ենք մեր div-ի մոտ, այստեղ իր style-երի մոտ բերում է div, իր display-ը տալիս է block։ Ինչա էսի ընդհանրապես նշանակում ու ինչ հատկություններ է իր մոտ առաջ բերում։ Ու ոնց կարանք մենք իր display-ը ընդհանրապես փոխենք, հա։ Ուրեմն գալիս ենք իր display-ի հետ կապված աշխատանքներ ենք անում ու հասկանանք իր դերն ու նշանակությունը ընդհանրապես մեր ինչին է պետք։ Եթե մենք index.html ֆայլում ունենանք 3 հատ div, որի կլասը կտամ առաջին, երկրորդի կլասը կտամ երկրորդ, իսկ երրորդին էլ բնականաբար երրորդ։ Գնանք համապատասխան style-եր տանք, հա, style CSS-ում։ Չէ, եկեք այս body հատվածը պահենք։ Լավ է, սաղը թող մնա, ուղղակի անավ։ Առաջինին մեր առաջին div-ին flex-ի գաղափարն ենք անցնում։ Ուրեմն առաջին կլասով div-ին տալիս ենք իր width-ը 100 պիքսել, height-ը կտանք, փոքր div-եր ենք սարքում։ Իրանց height-ը կտանք 50 պիքսել։ Background color-ը կտանք blue։ Index.html-ի մեջ է համապատասխան կգրենք 1, 2 իր div-երի մեջ ու 3։ Style CSS-ում քանի որ իրանք նույնն են լինելու, համայնա, մենակ background-ները տարբեր, բերենք ստեղ իրան blue, red, երկրորդը, ու երրորդը, նույն հատկությունները կունենա, height-ը, չափերը, իսկ իր background color-ը կանենք green։ Երեխեք ջան, ունենք ուրեմն 3 div։ Այս մեր հարգարժան 3 div-ը, մի քիչ կարանք height-երը մեծացնենք, եկեք 80-ի չափով էլի պահենք, ուղղակի չէ տվա գաճաճ 80 պիքսել, 180 ու գույները կապույտ, կարմիր ու կանաչ։ Հիմա երբ որ գնում ենք մենք մեր բրաուզերի մեջ տեսնում ենք, մեր առաջի, երկրորդ ու երրորդ div-երը իրար տակ են ընկած ու իրանց display-ը block է։ Ուրեմն հաճախ անհրաժեշտություն է լինում, որ այս մեր div-երը հեռավորություն ունենան իրարից ու լինեն իրար կողք ընկած։ Դրա համար մեզ օգնության է գալիս իր display-ի գաղափարը։ Ուրեմն, ժողովուրդ ջան, մի հատ էլ ունենում ենք մեծ div, ունենում ենք մի հատ մեծ div, որի կլասը տալիս ենք parent, ծնող, ու այս ծնող div-ի մեջ այս մեր 3 div-ը բերում ենք, տեղադրում ենք։ Այսինքն ունենք մի հատ ծնող div,
տաբուլացիայում անում, որ այս տաբուլացիան պահպանվի, ունենք մի հատ մեծ div, որը որ parent div-ն է, որը իր մեջ պարունակում է առաջին, երկրորդ ու երրորդ div-երին։ Եթե ես ցանկանում եմ, որ այս իմ 3 div-երը ընկնեն իրար կողք, գալիս եմ, ժողովուրդ ջան, մեր առանձին div-երի հետ ստայլային աշխատանքներ անելու հետ կապված մենք վերջացրել ենք։ Եթե ուզում ենք, որ իրանց դասավորվածությունը փոխվի ու իրանք իրար տակ ընկնելուց բացի նաև իրար կողք հերթականությամբ շարվեն, մենք գալիս ենք արդեն կպտում ենք իր parent-ին։ Քանի որ ինքը մեծ նշանակություն ունի, եկեք իրան տանք ID, հա, ID-ն տանք parent։ Գալիս ենք style CSS-ի մեջ, գրում ենք parent ու մեր parent-ին տալիս ենք display-ը, տեսեք բերում է, block, ինքը հիմնական default իր արժեքը էդի block-ն է, բայց մենք իրան տալիս ենք display flex։ Flex-ը ճկունություն է, ժողովուրդ ջան, շատ հզոր գործիք է, որ մեր էլեմենտներին, այսինքն parent-ի մեջ գտնվող բոլոր էլեմենտներին, դա կլինի div, դա կլինի, չգիտեմ, ինչ-որ h1 կամ չգիտեմ ինչեր, ինչ էլեմենտ ուզում է լինի, այդ էլեմենտներին հաղորդում է ճկունություն ու դասավորվածությունը փոխում է, սարքում է իրար կողք։ Մեր div-երը հայտնվեցին իրար կողք։ Margin left տանք 20 պիքսելի չափ։ Չէ, եկեք margin չտանք, որ հետագա display-ի գաղափարների մասով ուրեմն հասկանանք։ Display-ը տվեցինք flex։ Ուրեմն գոյություն ունի, ժողովուրդ ջան, flex direction, flex-ի ուղղությունը։ Հիմա, եթե ես տամ column, նորից, ինչա կատարվում, ուրեմն, ինքը նորից շրջում է, բայց այս մեծ իմացածը չի, հա, որ ինքը սկզբնական դիրքը չի սա, իր սկզբնական դիրքը չի, սա արդեն, եթե մենք օգտագործել ենք display flex-ից հետո մենք իր flex direction-ը տալիս ենք column, այս ամեն ինչը ժողովուրդ ջան, անդրադառնում է նրա վրա, որ ինքը բռնում է, շրջում է մեր էկրանի հատվածը, այսինքն x-երի ու y-ների հատված կա, մաթեմատիկայի ծանոթ ենք, չէ, x-երի ու y-ների առանցքների մասին, եթե ես տալիս եմ display-ը flex, ինքը փոխում է, հա, այս էլեմենտները գցում է իրար կողք, բայց ես եթե display-ը flex օգտագործելուց հետո տալիս եմ flex direction-ը column-ն, հա, column, տողով, այսինքն սյունակային, իրար տակ էլի շարված, այս պարագայում ինքը կատարվում է x-երի ու առանցքների ոնց որ բան, շրջադարձ, այսինքն փոխում է x-երի ու y-ների առանցքները իրանց տեղերով, ոնց որ կոորդինատային հարթությունը շուռ տամ, այս x-երի առանցքը ֆռա հելնի վերև, y-ների առանցքը իջնի ներքև։ Հիմա, եկեք հասկանանք, display flex-ը տվեցինք, flex direction-ը հələ չենք տալիս, հա երեխեք ջան, կարող եք դուրս գալ, տեսություն, display flex-ն է աշխատում, ուրեմն ստեղ ինչ հետաքրքիր գաղափար կա, երբ որ ես փոքրացնում եմ, իմ էլեմենտները փոքրանում են ավտոմատ, ճզմվում են, ուրեմն իրանց չափերը կորցնելով, այսինքն flex-ը այնքան հզոր գաղափար է, որ իրանցով չեն ասում, մենք մեր չափերը կպահպանենք, հա, իրանք ենթարկվում են flex-ին, ամբողջությամբ flex-ին են ենթարկվում, ու մեր flex-ից կախված, երբ որ մեր էկրանի չափերը փոքրացնում ենք մենք, հա, ստիպողաբար փոքրացնում ենք,
իրանք մեկա այնքան կփոքրանան, մինչև իրանց չգիտեմ, այն ամենավերջի արժեքը, որ կարան վերցնեն, այդքան կփոքրանան, բայց երբեք տողադարձ չեն լինի, այսինքն, տեսեք, երբ որ ինքը իր չափերը փոքրանալու լիներ, ինքը պետք է ընկներ ներքև, չէ, որ իր չափերը չփոքրանար, կամ ինչ-որ մի գործառույթ կատարելու էր, բայց չէ, ինքը իր չափերն է ավելի շատ փոքրացնում, չեմ ինքը այդ գործողությունը կարար աներ, դրա համար մեզ ժողովուրդ ջան, գալիս է օգնության մեր flex վռապը, flex վռապ, մեր flex վռապը պատասխանատու է տողադարձի համար, flex վռապը տալիս ենք վռապ, ինչա այս պարագայում տեղի ունենում, եթե ես փորձում եմ էկրանի չափերը փոքրացնել, երբ որ իրանց չափերի հետ կապված ուզենանք փոփոխություն լինի, տեսեք, երբ որ տեսություն եթե ես ուզում եմ փոփոխություն անեմ, հա իր էկրանի չափերը փոփոխում եմ, այս մեր դիվը հարկադրաբար ընկնում է ներքև, որպեսզի չփոխի իր չափերը, հա, գալիս եմ ու էլ չեմ կարող փոքրացնեմ, վերջ, այդտեղ ասում է, էլ հնարավորություն չկա, էլ ես չեմ կարող տողադարձ անեմ, բայց համել չեմ թողի, դու իմ չափերը փոխես, այսինքն flex վռապը երբ հարկադրաբար տողադարձի մասով է, եթե չկա, կամ եթե ես շարունակեմ իմ դիվերը, հա դնեմ, դիվեր դնեմ, իրար շարունակ, այնքան դիվ դնեմ, մինչև որ գա, հետ իրա կամ իրա վիթն ու հեյթը փոխեմ, կամ մենակ վիթը, փոխում եմ, սարքում եմ 700 պիքսել, ստեղ է 700, ստեղ է 700, եթե լինի դիվի չափերը շատ կամ դիվի քանակը շատ, երեխի ջան, ինքը ավտոմատ գալով ու հասնելով այս տողի վերջում, լինելու է, տեսեք, սա flex վռապի պատճառով է սենց ելնում, եթե ես flex վռապը անջատեմ, հա, հաշվեք այս մասով, աստեղից անջատեմ, եկեք մի հատ հասկանանք այս դիվի մասին, փառանդ դիվն է, ճիշտ է, իրան տված է flex վռապ, եթե ես սա անջատեմ, իրանք իրար կողք կընկնեն, կապ չունի, որ իրանց ես վիթը տենց եմ տվել, եթե ես flex վռապը միացնեմ, իրանք կընկնեն իրար կողք, շատ լավ, եկեք հլը չափերի առումով այդքան չմեծացնենք, այս լինի 200 պիքսելի չափը, հասկանանք, ունենանք սիրուն պատկեր, որ ճիշտ բացատրենք, շատ լավ, ուրեմն, գոյություն ունի մի հատ հատկություն, որ display-ը երբ որ տալիս ենք flex, այս բոլոր հատկությունները ժողովուրդ ջան աշխատում են display flex-ի ժամանակ, այս խաղերը, որ մենք սենց անում ենք, չէ, բան է դիվի հետ կապված, այս ամեն ինչը, այս ճկունությունը դիվերին տալ, իրանց տեղաշարժերը, աջ ձախ, իրանց տեղակայումները հետագայում մեզ շատ պետք են գալու, այս ամեն ինչը նախատեսված է նրա համար, որպեսզի կայքի մեջ կարողանաս քո ուզած բաթենը կամ քո ուզած input-ը, հա, այն հատվածը, որտեղ որ դու գրում ես քո login password-ը կամ չգիտեմ, ունես մի հատ, օրինակ քո կայքի մեջ ունես մի հատ կնոպկա, որը դրված է էկրանի ամենաաջ վերևի հատվածում, չէ, այս ամեն ինչը համակարգելու համար մեր դիվերին մենք այս հատկություններն հա օգտագործվում ու մեր դիվերին մենք տալու ենք display-ը flex ու արդեն flex տալուց հետո տալու ենք այն հատկությունները, որը որ հիմա մենք կսովորենք, ուրեմն display flex տալով մենք մեր parent div-ի մեջ գտնվող բոլոր դիվերին տալիս ենք ճկունություն ու այդ ճկունությունից կախված մեր դիվերը ընկնում են իրար կողք, եթե մեզ հետագայում անհրաժեշտություն լինի, որ մեր դիվերը նորից հայտնվեն իրար տակ, մենք կօգտվենք flex direction-ից, բայց եթե չենք օգտվում, մենք մեր flex վռապի միջոցով արդեն հասկացանք flex վռապը ինչը անում է տողադարձ ու այդ դիվի չափերի հետ կապված, եթե հասել է արդեն տողի վերջ ու մեր հաջորդ դիվը, որը որ պետք է գա ներգրավի այդ տողի մեջ, բայց ինքը տեղ չունի, արդեն լինում է տողադարձ, հաջորդ հատկությունը ժողովուրդ ջան, մեր justify content-ն է, justify content,
Ինչա անում ես մեր justify content-ը։ Եկեք հիմա տանք space between։ Ուրեմն, եկեք գնանք ծանոթանանք իր հետ ու հասկանանք, թե ինչա ինքը անում։ Մեր space between-ը, ուրեմն, շատ հետաքրքիր ու շատ կիրառելի մի հատ գաղափար է, օրինակ, եթե մեր աջ հատվածում պետքա լինի, կամ ձախ հատվածում, կամ կենտրոնական հատվածում։ Ուրեմն, ինչա անում ինքը մեր էլեմենտների հետ։ Եթե մենք մեր էլեմենտներն շատացնենք, ժողովուրդ ջան, ինքը ինչ անում։ Առաջի ու վերջի էլեմենտները համապատասխանաբար առաջի էլեմենտը տանում է keep կպցնում է մեր ձախ պատին, body-ի ձախ պատին։ Ամենավերջի էլեմենտը տանում է կպցնում է մեր աջ պատին, մնացած էլեմենտները մեջտեղում սինխրոն հեռավորությամբ, հավասար հեռավորությամբ դասավորում է։ Եկեք մի քանի դիվել դնենք, հա, իրա մեջ, որ ավելի այտենց ճկուն հասկանալի լինի։ Առաջի, երկրորդ, երրորդ, ստեղ կանենք։ Լավ, նորից առաջի, երկրորդ, երրորդ։ Եկեք մի հատ հասկանանք ինչ ունեցանք։ Վրապ ենք տվել, դրա համար ինքը վրապը անելու է։ Եթե մենք ստեղից անջատենք մեր վրապը, կամ, հա, եկեք մեր վրապը ժամանակավոր կոմենտենք։ Control, ինչ եղավ։ Մեր վրապը կոմենտում ենք։ Ստեղ ինքը, ժողովուրդ ջան, այս չափերի հետ կապված, այդ ամեն ինչը մեր համար տեսանելի չի լինելու, բայց, սխալ արեցիք, այսքան պետք չէր, իմաստ չկար։ Երրորդ մի հատ էլ չորրորդը կանեմ ստեղ ու վերջ։ Որպեսզի միջանկյալ էլեմենտների դասավորությունն էլ, հա, հասկանանք ոնց է լինում։ Չորրորդ։ Ոստեղ համապատասխանաբար կլինի չորրորդ էլեմենտը։ Ու մեր չորրորդին էլ կտանք, կետ չորրորդ, կտանք այս։ Copy, paste, ու իրա background color-ը կտանք brown։ Հիմա, այս դասավորվածությունը հասկանալու համար, հա, ժողովուրդ ջան, ուրեմն առաջի էլեմենտը բերեց space between-ի ժամանակ կպցրեց ձախ կողմում, վերջի էլեմենտը space between-ի ժամանակ տարավ կպցրեց աջ կողմում, իսկ մեջտեղ էլեմենտները համապատասխանաբար դասավորվեցին սինխրոն ու հավասար հերթականությամբ։ Մի վայրկյան կներեք, երեխեք ջան։ Համապատասխան մեջտեղ էլեմենտները տեսանք, սիրուն դասավորումը իրարից համապատասխան հեռավորությամբ ու սինխրոնությամբ։ Հիմա, բացի որ մեր justify content-ը տալիս է space between, ինքը ընդունում է ժողովուրդ ջան, նաև ուրիշ արժեքներ, ու այդ արժեքներից կախված, ուրեմն այս ամեն ինչը ինքը կընդունի։ Հիմա մենք գտնենք մեր parent-ին, էլեմենտների մեջից, գալիս ենք justify content-ը space between, հիմա արժեքը փոխում ենք։ Մեր justify content-ը space around-ը ինչա անում։ Եկեք հերթով այս արժեքները սենց փորձելով, ուրեմն space evenly, ուրեմն այս հատվածը պարզ է, չէ՞։
Աչից ձախից համապատասխան հեռավորություններ ու այդ հեռավորություններն է բոլոր էլեմենտների միջև պահումը։ Space between-ը մեր իմացած, որ տանում էր առաջի ու վերջի էլեմենտները աչ ու ձախ կողային հատվածներում keep կպցնում էր, space around-ը ժողովուրդ ջան, էլի աչից ձախից հեռավորություն է տալի, ուստեղ լիքը բաներ կան, որ արդեն դասավորում է աչից, նորմալը ձախից, left-ը դե նորից ձախից, flex top, flex end, նույն հատկությունները նորից վերցնում է, հա, ու սենց լիքը խաղեր կա, լիքը բաներ կա, հատկություններ կա, որ ինքը վերցնում է այդ ամեն ինչը։ Ուրեմն, ամենաշատ կիրառելին մեր մոտ լինելու է space between-ը ու space around-ը։ Կախված նրանից, Ժորժ ջան, մենք ուզում ենք ինքը աչ ու ձախ կողմերը պատերին keep կպած լինի մեր body-ի կամ լինի որոշակի հեռավորությամբ։ Էսի էս մասով։ Ուրեմն justify content-ը էս հատվածն է։ Գալիս է line items։ Line items։ Line items-ը ընդունում է ժողովուրդ ջան։ Ամենակիրառելի բաներից մեկը որ կա, դա center, կենտրոնական հատված։ Որ մենք գնանք, space between-ը աշխատում է, իրան կոմենտում ենք, ոչ բոլոր դեպքերում է, որ իրանք իրար հետ աշխատում են ու կիրառելիություն ունեն, հա։ Տալիս ենք line items-ը center ու տալիս ենք line content-ը center։ Մի վարկյան մեր parent-ի մեջ line items-ը center տեսեք կենտրոնական հատվածում է բերել։ Okay, հասկացանք։ Քանի որ մեր parent-ի height-ը parent-ին մենք չենք տվել height-ը տալիս ենք 500 պիքսել, քանի որ ինքը այդ իրա մեջ գտնվող էլեմենտների չափով է իրա բարձրությունը, ինքը սենց թե նենց չէր հասկանալու, հա, line items-ի center լինելու գաղափարը։ Ու հիմա ընդհանուր կհասկանանք, հա, տեսեք բերեց կենտրոնական հատված։ Հիմա եթե ես միացնեմ justify content-ը, ինքն էլ է միանալու, space between, անելու է, բայց բերելու է ընդհանուր height-ի կենտրոնական հատվածում։ Այսինքն, տեսեք, մեկը պատասխանատու է y-ների առանցքին, մեկը պատասխանատու է x-երի առանցքին։ Justify content-ը արդեն պարզ է, որ պատասխանատու է x-երի առանցքի համար։ Line items-ը, Ժորժ ջան, center-ը պատասխանատու է, էսի չի հիմա, ոչ մի գործառույթ չի անում, հիմա կբացատրեմ ինչի։ Line items-ը պատասխանատու է, ուրեմն կենտրոնական հատված բերելու համար, բայց գոյություն ունի line content, line content-ը ինչի համար էս պարագայում կիրառելի չի։ Եթե խոսքը վերաբերվում է մեկ տողին, միատողանի է, այսինքն երկրորդ վռապ գոյություն չունի, այս ամեն ինչը աշխատում է line items-ի համար, line items-ի դեպքում, որ ինքը բերի կենտրոնական հատված։ Իսկ եթե դա լինի տողադարձով ու տողադարձից հետո նույնպես դիվեր ունենանք մենք, այդ line content-ը նոր կունենա իրա դերն ու նշանակությունը։ Այսինքն line items-ը մեկ տողի դեպքում աշխատում, եթե միատողանի է, մեկ տող է ու վերջ, ավել տողեր չկա։
Բայց align items-ը էլ կիրառելիություն չի ունենա, եթե լինի մի քանի տող։ Այսինքն այդ դեպքում մեզ օգնության է գալիս align content-ը, որը որ իջացնում է ներքևի հատված, տանում է կենտրոնական հատված։ Հիմա այս ամեն ինչը ավելի սենց պրակտիկ ոնց որ իր համար CSS flex box կա պատրաստված, երեխեք ջան, եկեք էդ էլ նայենք ու այս մենք բաների հետ կապված ինչ անում, flex-ների հետ կապված էլի դաս ենք ունենալու, բայց այս ամեն ինչը այս ամեն ինչը ոնց որ սենց ինֆորմացիոն հատված, չգիտեմ, ձեր համար լրիվ նոր գաղափար է, կարող է, չգիտեմ, ինչ-որ մի պահ անհասկանալի լինի, ինչ-որ հարցեր ունեք flex-ների հետ կապված։ Մանե ջան, պարզ էր էս flex-ների գաղափարը։ Բրեժ, Վալոդյա։ Լավ, ուրեմն սենց մի հատ CSS flex box կա, ժողովուրդ ջան, որը որ ինքը մեզ հնարավորություն է տալիս այդ մի հատ վիզուալ հասկանալու, հա, ընդհանրապես որ արժեքների դեպքում այս դիվերը, մեր ունեցած դիվերը իրանց ոնց են պահում։ Ուրեմն CSS generator, հիշում եմ CSS generator, սենց, CSS generator, get PI, flex box, such yes, sir.
Ահա, Ջորջ ջան, sense մի հատ հավես CSS Flexbox կա, որտեղ տեսեք միանգամից տված է display, արժեքներն է տված, հա, div-ը ինչ արժեքներ կարող ունենա։ Ունենք 1, 2, 3 div-երը։ Ճիշտ է։ Էսի մեր ամենամեծ parent div-ն է, որը իր մեջ պարունակում է 3 div-եր։ Արժեքը տրված է flex, դրա համար իրանք իրար կողքեն են։ Flex direction-ը տված է row, row-ն տողն է։ Եթե տանք column, իրանք ընկնելու են իրար ներքև։ Եթե ես flex direction-ը տամ row reverse, իրանք հակառակ են դասավորվելու։ Այս մասով խորացումներ ունենալու ենք, դրա համար չեմ ուզում շատ ու տենց column reverse, այսինքն 1, 2, 3-ով է, հա, դասավորվելու, բայց ներքևից արդեն ուղղահայաց ու հորիզոնականի մասին է ստեղ խոսքերը։ Ուրեմն, եթե ես ստեղ տալիս եմ row, հետո գալիս եմ flex wrap-ը, տալիս եմ wrap։ Եթե ավելացնեմ նորից div-եր, տեսեք, ինքը անընդհատ անում է։ Ավելացավ, ուրեմն անելու է տողադարձ, ընկնելու է հաջորդ տողից։ Remove եմ անում, այսքանն է մնում։ Ուրեմն իմ wrap-ը wrap եմ տալիս եմ no wrap։ Եթե no wrap եմ տալիս, wrap reverse, տակից է գցում։ Արժեքները ինչա ընդհանրապես ընդունում, wrap-ը դե տողադարձներ, պարզեր։ Justify content-ը, եթե ես նշեմ space between, տեսեք, տարավ միացրեց այդ մասերով։ Եթե նշեմ space around, ավելի է հեռավորությունը աջից ձախից վերցնում, տալիս եմ կենտրոն, բերում է կենտրոնական հատված։ Line items-ը տալիս եմ center, բերում է ներքև, որովհետև իր height-ի հատվածը այսքանն է, այս տողերից է կախված։ Եթե ես height-ի հատվածը մեծացնեմ, երեխեք ջան, ինքը հիմա չոտկստյու ինքը գտնվում է մեր ամենամեծ div-ի կենտրոնական հատվածում, համ x-երի առանցքով, համ y-ների առանցքով։ Հիմա սա center-ի գաղափարը, line items-ը, քանի որ ինքը մի քանի line content-ը, ինքը տալիս է center, այս մեկը տալիս ենք flex start, հելավ վերև, տողային հատվածի, ըստ տողերի, line items-ը, եթե ինքը միատող է, ինքը ըստ տողերի այդ ամեն ինչը համակարգում, իսկ եթե ընդհանուր content-ին է վերաբերվում, օգտվում ենք line content-ից, ու այս ամեն ինչը սիրուն համակարգում ենք։ Այս display flex-ի մասով, էլի եմ ասում, խորացումներ ունենալու ենք, անպայման, էլի ունենալու ենք 10, որտեղ խոսալու ենք իր flex direction-ի մասին հիմնականում, նորից կարադառնամ justify content-ի ու line items-ին, ինչ է լինում ու իրանք ընդհանրապես ինչի համար են իրանք տենց պահում display flex-ի դեպքում ու ոնց կարանք մենք այդ flex հատկությունները անջատենք, միացնենք ու օգտագործենք div-ը նենց, ոնց մեզ հարմար է ու ոնց պետք է այդ պահին, տվյալ պահին կիրառելի լինի։ Այսքան է ժողովուրդ ջան այսօրվա համար, իրականում margin padding, flex իրար հետ անցանք, մի քիչ կարող է թեման ավելի շատ էր, բայց ինքը կիրառելի է ու ոչինչ որ շատ էր, տնայիններն էլ է շատ լինելու ու ոչինչ այն նրա համար, որովհետև շատ երկար ժամանակ ունեք 5 ուրբաթ, շաբաթ, կիրակի, որ կարողանաք այդ տնայինները անեք, բայց տնայինները այդքան էլ բարդ չեն, կուղարկեմ կնայեք անպայման ու կանեք հետ կուղարկեք, եթե հարցեր լինեն, առանձին կգրեք կամ ընդհանուր խմբում գրեք այդ հարցերին կարադառնանք երեխեք ջան, այսքանը շատ էլ ծավալուն նոր բանի չենք անդրադառնում, որովհետև լրիվ ուրիշ գաղափարներ է գալիս հաջորդիվ։ Հարցեր։ Հարցեր չեմ։ Ասա բանը։ Վայ Լուսինե ջան։ Ես այսօր շատ հոգնած եմ, ասա Լուսինե։
Ահա, ահա, Всё, մնացածին է կփոխանցեք ժողովուրդ ջան, ամսի 6-ին ուրեմն այդ ֆորմատով կհանդիպենք։ Հավեղեք տնայինները կուղարկեմ, կանեք վիդեոդասն էլ անպայման կնայեք։ Տեսեցյալ բոլորին։ Տես